Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա, նա ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ես ծանոթացել եմ բուն օրենքի տեքստին, որն ընդունվել է։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ունեն նմանատիպ օրակարգեր, և այդ պատճառով իհարկե երկիրը պետք է կողմնորոշվի և կատարի այդ ընտրությունը, քանի որ միաժամանակ երկու աթոռին նստել չի հաջողվի։ Դա միանգամայն պարզ է, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատանք տանել դեպի Եվրասիական տնտեսական միությունը, և այսօր այն իր դրական ներդրումն է բերում հենց եվրասիական ինտեգրմանը, հավելել է նա։ Մենք իհարկե ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին, հասկանում ենք, որ եթե Հայաստանը գնում է Եվրոպա, ապա համապատասխանաբար անհրաժեշտ կլինեն վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը։ Եվ ցավոք դա կարտացոլվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը իհարկե մենք չէինք ցանկանա, եզրափակել է փոխվարչապետը։